պետությունները հենց այնպես նման առելի գումարներ չեն տրամադրում եւ հետեւաբար դրա տակ կա գործառույթներ։ Հասկանալի է, չէ՞, որ Հայաստանը այդպիսի գումարների տակ, այսպես ասած, չի կարող մտնել։ Իսկ Միացյալ Նահանգները այն պետությունը չի, որ նման ինվեստիցիաներ տնի ու դրա, այսպես ասած, տրամաբանական կուլմինացիան չտեսնի կամ առհասարակ չհստակեցնի ինչ պայմանով է տալիս։ Առաջի տպավորությունը հետևյալն է. խաղաղություն է հաստատում Թրամփը, ընդ որում հիշում եք հայտնի իր խոստում, ասում էր Պուտինյան տարածքում ես կոնֆլիկտ եմ լուծում, այսինքն ընդունում է, որ այս տարածքը Պուտինի ազդեցության գոտի է, բայց խնդիրը լուծել է նա, ու ստացվում է խաղաղ մի ձեռքով խաղաղությունը բերում, մի ձեռքով զինում է Ադրբեջանը։ Նամյոկ արեց նաև որ Միացյալ Նահանգների դիրքորոշումը դա է, որ պահպանվեն, այսինքն վերարտադրվեն այս իշխանությունները։ Բարև ձեզ, այսօր Փաստինֆոյի հյուրը միջազգայնագետ Դավիթ Կարապետյանն է։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, շնորհակալ եմ հրավերությունելու համար։ Պարոն Կարապետյան, ԱՄՆ փոխնախագահը Հայաստանում է, իհարկե միայն Հայաստանում չէ, Հարավկովկասյան այցի շրջանակներում նաև Հայաստանում է, բայց ինչպես կգնահատեք այս այցը, որն է դրա նպատակը։ Նախ եկեք փաստենք, որ մինչ վերջի իրադարձությունները, այսինքն փաստացի այստեղ նրա այցը կատարելը մենք ինֆորմացված էինք, որ այցը լինելու է բացառապես Հայաստան, հիշում եք։ Հետո պետք է իմանանք հայտնի Դավոսյան հանդիպման ժամանակ Ալիև-Թրամփ հանդիպումից հետո պարզվեց, որ այդ այցը միայն չի սահմանափակվում Հայաստան այցելությամբ, հետևաբար նաև Երևանից հետո մեկնելու են Բաքու։ Հետևաբար գլոբալ առումով իհարկե շատ հատկանշական է, կարևորում եմ գնահատում եմ նման այցելությունը, երևակայեք չի ասի, որ պատմական որպես այդպեսին, որտեղ նման գնահատականներ են հնչում, բայց այն փաստը, որ բարձրաստիճան ղեկավար կազմ է եկել Հայաստան, ընդ որում Միացյալ Նահանգներից եզակի է որպես այդպեսին նման բարձրաստիճան ղեկավարի այցելությունը Հայաստան, դա խոսում է ռազմավարական դաշնակցային հարաբերությունների եւ այդ համատեքստում տարատեսակ համագործակցությունների մասին, որը միանշանակ ողջունել է, դա խոսում է ինտենսիվ զարգացող հարաբերությունների մասին, այն մասին, որ գոյություն ունի հայ-ամերիկյան օրակարգ, ծրագրեր, պլաններ, հետեւաբար այս մասով նաեւ տարվող աշխատանքներ։ Բայց որպես այդպեսին, որպեսի համապարփակ եւ ամբողջական պատկերացում կազմենք, թե ամբողջական տեսանկյունից ինքը ինչ է տալիս մեզ, ես որպես վերլուծաբան փորձագետ կառաջարկեի, որ հաջորդ այցելությունը լինի նաև Բաքու եւ հետագայում, որպեսզի մենք ունենանք ամբողջական պատկեր համադրելու, զուգահեռներ անցկացնելու, հասկանալու տվյալ դեպքում Հայաստանը ինչ շահեց, Ադրբեջանը ինչ շահեց, ընդհանրապես խոսույթում ինչ է պտտվում եւ այդ համադրման արդյունքում հասկանանք մեր եւ Բաքվի դերակատարությունը Միացյալ Նահանգների համար։ Այդ համատեքստում դա Բայց նաև որոշակիություն է մտնում այս այցելության շրջանակներում, գիտեք արդեն հայտնի ճեպազրույցների ժամանակ խոսել են գործնականում արդեն թե ինչ է սպասվում Հայաստանին, ինչպիսի համագործակցության մասին է խոսքը, հայտնի է համենայն դեպս 3 հիմնավոր դրույթ, առ այն, որ 11 միլիոն դոլարի հետախուզական մշտադիդարգում իրականացնող, այստեղ հատուկ եմ շեշտադրում, որտեղ այդ դրոն ասվածները V-BET կոչվող դրոնների մասին է խոսքը, դրանք հարվածային դրոններ չեն, այլ զուտ պաշտպանողական եւ մշտադիդարգում իրականացնող, դրա ձեռքբերման մասին է խոսքը, խոսք է գնում թրիպի շրջանակներում, այստեղ նաև ասեմ, որ երեկվանից ամբողջ մամուլը այսպես հեղեղված է տարատեսակ կարծիքներով, հագասական կարծիքներով, մեկը ասում է, որ այդտեղ խոսքը եղել է export բառը, մեկը եղել է investment բառը, այդտեղ տարընթերցումներ կան եւ այլն, ճիշտ թարգմանություն եւ այլն, մեկը շահարկում է թեման, բայց իրականում եթե ստապ գնահատում ենք եւ ճշգրիտ անգլերենի թարգմանությամբ ենք նայում, որքան էլ մեզ հաճելի է լսել, որ 9 փուլով, հա, այնտեղ նշվում է 5 եւ հետո երկրորդ փուլով 4 միլիարդ, այսինքն ընդհանուր 9 միլիարդ դոլարի ներդրումների մասին է, եթե դա ներդրում է, ապա հասկանալի է, որ առաջի հայացքից շատ գրավիչ պատմական իրադարձություն է եւ գրավիչ է որպես այդպեսին, որտեվ առելի գումարի մասին է խոսքը, բայց այստեղ երբ որ փորձում ենք ըստ
էմոցիաներից անդին եւ ճիշտ մտքի ձևակերպումը ճիշտ ներկայացնենք հանրությանը, այդտեղ խոսք է գնում ներդրումների մասին, իսկ ներդրումների մասով այդտեղ հստակ հասկանում ենք, որ գիտեք, որևիցե երկրի լինի դա հեգեմոն գերտերություն, հենց այնպես այդ գումարների անգամ ներդրումը չի անի, որովհետև դա նաև կարող ենք մենք դիտարկել որպես վարկ։ Իսկ եթե դա դիտարկում ենք որպես վարկ, դա ի հավելումն այս մեր ունեցած արտաքին պարտքի եւս կուտակվում է այդքան ահռելի գումար։ Եթե դա վարկ չէ, ապա ինչի դիմաց են Հայաստանի տրամադրում այդ գումարը, ինչ են պահանջելու։ Դե դրա համար եմ ասում, այստեղ շատ բացեր կան եւ պետք է հստակեցում մտնի, որովհետեւ այդտեղ գլոբալ խոսվեց այդ թեմայի մասին, բայց չագերտներ չբացվեց, որը նաեւ մասնագետների մոտ այդպիսի հագասական կարծիքներ է առաջացնում եւ մտորելու տեղիք է տալիս, հա։ Ինձ մոտ օրինակ տարակուսան կա, որ այդ մասով պետք է հստակեցում մտնի, որպեսզի այ հիմա մենք չփորձենք, հա, այսպես կոնսպիրոլոգիական տեսություններով հանդես գալ կամ բարի բովանդակությունը փորձենք դիտարկել, թե ինչ էր ուզում ասել կամ ինչ է դրա տակ թաքնված։ Հստակ ես մի բան գիտեմ, որ պետությունները հենց այնպես նման ահռելի գումարներ չեն տրամադրում եւ հետեւաբար դրա տակ կա գործառույթներ։ Հիմա հասկանալի է, չէ՞, որ Հայաստանը այդպիսի գումարների տակ, այսպես ասած, չի կարող մտնել։ Իսկ Միացյալ Նահանգները այն պետությունը չի, որ նման ինվեստիցիաներ դնի ու դրա, այսպես ասած, տրամաբանական կուլմինացիան չտեսնի կամ առհասարակ չհստակեցնի ինչ պայմանով է տալիս։ Հետեւաբար ես կարծում եմ, որ այդ մասով գուցե առայժմ ունեն, չասեմ հետկուլիսային պայմանավորվածություն, ու այդ նեղ շրջանակներով, որը որ հիմա լսարանին հանրությանը չի ներկայացում։ Այդ մտահոգություններից հիմնականը դա էր այցելության շրջանակներում, իհարկե էլ եմ ասում, շատ գովելի էր, շատ ագանջահաճո էր այդ ամեն ինչը, բայց չէի էլ ուզենա, որպեսզի այսպես շատ հիմա տեսնում եմ հոգեցունց հայտարարություններ են հնչում, գիտեք, ես չէի ուզենա, որպեսզի սպասելիքների, ակնկալիքների հետագայում այս շարանը, որ կա, ձևակերպվում է տարբեր պարամետրերով, ուռճացված չլինի, սպասումները ուռճացված չլինեն, հա։ Ես ընդհանրապես դիտարկում եմ, որ եթե մանավանդ հեգեմոն գերտերության թիվ երկրորդ դեմքն է գալիս, ռեալ պոլիտիկի շրջանակներում դիտարկենք հարցը, իր նպատակային այցելությունը, տանք ստապ գնահատականներ։ Եվ այստեղ նաև հասկանալի է թրիպի մասով աշխատանքների տանելու հանգամանքը, միջուկային ծրագրերի հետ համագործակցության եզրերը որելի ողջունել են, իհարկե այստեղ մի քիչ տարակուսանք էլ է բերում այդ մոդուլային ատոմակայանների ստեղծման տարբերակը, մենք գիտեք Ռոսատոմից ենք օգտվում եւ ընդհանրապես այսօր նաև ուրեմն Ռուսաստանից հնչում են հայտարարություններ, որ մենք մեզ վերապահում ենք երկրորդ էներգաբլոկի շինարարությանը եւ հանուն արտարության եկեք ասենք, սա բնավ Ռուսաստանի կողքը չի, որ ատոմակայանների կառուցման մասով ամենալավ աշխարհի փորձը ունեն իրենք, որտեվ մոդուլային ատոմակայանները դրանք սուզանավերից վերցված մոդել է, որը որ չգիտեն գործնականում ինչքանով է արդյունավետ լինելու ցամաքային ամբողջ, ընդ որում որ մենք խոսույթում պատտվում է, գիտեք, 3 երկրների Կովկասյան եւ Թուրքիայի մասնակցությամբ որպես միասնական համալիր էլեկտրոցանց ստեղծելու մեկ գաղափարի այդ աշխատանքը։ Ընդ որում Թուրքիայում կառուցվող այդ մեծ էլեկտրոկայանը ելի կառուցում են ռուսները։ Հիմա այստեղ կան այդ մտահոգությունները եւ ել եմ կրկնում Բաքու այցելության շրջանակներում մենք ավելի հստակ կարող ենք հասկանալ, թե այնտեղ ինչ առաջարկներ, որտեղ երբ որ մինչ Վենսի այցելությունը բառացի ցիտում եմ Թրամփի խոսքերը հայտնի իր գրությունով, ասում էր Հայաստանի հետ մի գեղեցիկ պայմանագիր ենք ունենալու, ու բացվեց այդ գեղեցիկ պայմանագրի ճակերտները, որ էլ եմ ասում առանց ֆետիշացնելու եւ առանց թերագնահատելու կարեւոր է աշխատանք պետք է տարվի եւ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների շրջանակում ռազմական տեխնիկայի սպառազինության վաճառքի տրամադրում, տեսեք, այսինքն ես միշտ իմ հրապարակային ելույթներում ասում եմ առաջի տպավորությունը հետեւյալն է, խաղաղություն է հաստատում Թրամփը, ընդ որում հիշում եք հայտնի իր խոսույթում ասում էր Պուտինյան տարածքում ես կոնֆլիկտ եմ լուծում, այսինքն ընդունում է, որ այս տարածքը Պուտինի ազդեցության գոտի է, բայց խնդիրը լուծել է նա, ու ստացվում է խաղաղ մի ձեռքով խաղաղությունը բերում, մի ձեռքով զինում է Ադրբեջանը, որտեղ ավելի քան վստահ եմ, իհարկե ոչ առաջ ընկնելով, բայց վստահ եմ, որ Բաքվի հետ եւս ինդիվիդուալ
հարաբերությունների շրջանակներում որպես ռազմավարական նոր դաշնակից երկիր, եթե մեր պարագայում մշտադիտարկող, հետախուզություն կատարող դրոնների մասին է խոսքը, այնտեղ շատ ավելի ընդ որում պաշտպանական բնույթի է մերը, այնտեղ ավելի կարող է նաև այնպիսի սպառազինություն տրամադրեն, առավել ևս, որ խոսքը գնում արդեն 907 բանաձևի չեղարկման մասին եւ այդ շրջանակներում արդեն այն ռազմատեխնիկան սպառազինությունը, որ արտադրում է Միացյալ Նահանգները, վաճառեն Ադրբեջանին։ Այսինքն հարցագողական, ոչ միայն պաշտպանողական, այլ հարցագողական զենք զինամթերքի վաճառքի մասին է խոսքը։ Պարոն Կարապետյան, բայց տեսեք կարծիքներ կան, որ Վենսի այցը Հարավային Կովկաս կարծես թե հավասարակշռության փնտրտուք էր, այս դեպքում մենք կարող ենք ենթադրել, որ դիցուք Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի վարչակազմը սկսել է մեկ հարթության մեջ դիտարկել։ Տեսեք, որպես այդպեսին Միացյալ Նահանգները, այո, կարող ենք այդպես դիտարկել, որ տարածաշրջանում հանգուցալուծելով կոնֆլիկտը, եթե կարելի է այդպես ասել, ձեռք է բերվել դաշնակցային հարաբերություններ, ռազմավարական դաշնակցային հարաբերություններ եւ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, Դավոսյան հայտնի հանդիպումը եւ այդ նոր ֆորմատի ձևավորումը, որը շատերը անվանում են ՄԱԿ-ին փոխարինող կառույց, խոսում են մասին, որ համենայն դեպս այս երկրները իրենց քիմքին հաջող երկրներ են, որոնց իդեմս ղեկավարների կառուցվում են հարաբերություններ, ընդ որում եթե դուք ուշադրություն դարձրեցիք Վենսի խոսույթում հստակ ձևակերպում կար, որը որ հետևյալն էր, որ լավ ենք աշխատում ներկա գործող իշխանությունների հետ իդեմս վարչապետի ընտրություններ են, հետևաբար այս այցի շրջանակներում նաև հստակ մեսիջ էր հայ ժողովրդին, որ մեր համար ցանկալի տեխնացուն Նիկոլ Փաշինյանն է, նրա հետ աշխատանքներ տանել հնարավոր է, մենք իր հետ ենք կապում մեր պլանները, հետևաբար, այսպես ասած, ժողովուրդը կասի նամյոկ արեց նաև, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումը դա է, որ պահպանվեն, այսինքն վերարտադրվեն այս իշխանությունները։ Հիմա դա իհարկե ուղիղ ցուցիչ է, որ իդեմս այս իշխանություններին նրանք այս պահին նպատակարար են գտնում Հայաստանի հետ համագործակցությունը այս մարդկանցով։ Իհարկե փոփոխական է աշխարհը, փոփոխվում են քաղաքական դեմքերը, լիդերները, ոչինչ չի բացառվում տվյալ դեպքում, մանավանդ որ մենք գիտենք այս տարի օրինակ Միացյալ Նահանգներում իմպիչմենտի process է գեներացվելու, չգիտենք դեռ ինչ պատկեր կստանանք, բայց համենայն դեպս ելի եմ կրկնում, այն ռազմավարական դաշնակցության շրջանակներում մեր համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ, դա շատ կարևորում եմ, ես միշտ ասել եմ, ինքնաբավ լինելով եւ կախվածությունից դուրս մենք պետք է ցանկացած աշխարհակահաղական կենտրոնների հետ համագործակցենք, բացառապես մեր ազգային ու պետական շահերին համահունչ։ Հիմա թե ինչպիսի աշխատանքներ ընթացքում կծավալվեն, դա ժամանակը ցույց կտա։ Փաստը այն է, որ այս պահին դա ողջունելի է, բայց ելի եմ կրկնում, կարող եմ բերեցի որոշակի մտահոգություններ, փաստերով, մի շարք մտահոգություններ էլ դեռևս կմնան առավել ևս Բաքու այցելությունից հետո։ Պարոն Կարապետյան, դուք խոսեցիք չափազանցված սպասելիքների մասով, ուռճացված, այո։ Տեսեք, այս պարագայում Վենսը, որը America First մոտեցման կողմնակիցն է եւ պաշտպանը, հա, այսպես ասած, ինչ կարող է առաջարկել Հայաստանին։ Դե տեսեք, Վենսը որպես, գիտեք, ընդհանրապես մեծ քաղաքականության մեջ համենայն դեպս հեգեմոն գերտերության որպես երկրորդ դեմք անձերով կարող ենք ինչ-որ բաներ պայմանավորել, որտեղ անձնական մոտեցումները Հայաստանի հանդեպ մենք գիտենք իր քրիստոնյա կերպար, ընդ որում եթե չեմ սխալվում, այսօր պաշտոնապես Տիկնոջ հետ այցելեցի Ձեռնագաբերդ, իմ մոտ հետաքրքիր հարցադրում կա, իհարկե օրը չի ավարտվել, տեսնենք մայրաթոր կգնան եւ կտեսնի վեհապարին թե ոչ, բայց ամենայն դեպս սա խոսում է այն մասին, որ իրենց անձնական դիրքորոշումը եւ պետական դիրքորոշումը այս պահին համընկնում է։ Հայաստանի հանդեպ կա լավ դիրքորոշում, մոտեցում, այնտեղ այդ որ նոր մենք խոսեցինք կապիտալի ներհոսքի մասին, ընդ որում ասեմ Թրիպի հետ մասով էլ որոշակիություն է մտել, տեղեկացնեմ ձեզ, որ Տեխասյան մի ընկերություն կա AECOM, որը որ զբաղվում է նախագծերով, մշակելով, այսինքն ենթակառուցվածքների կապալառու որպես ընկերություն է նաև, որը որ նման մեգա նախագծեր, մեգա պրոյեկտներ լոգիստիկ կառուցում են,
Հետևաբար նրանց է վերապահովելու այդ շինարարական աշխատանքները, կարծեմ ներկայացուցիչները ժամանել են տարածաշրջան եւ մասնավորապես Սյունիք, որպեսզի տեղանքը ուսումնասիրեն ու առաջի արդեն գնահատականը տան ֆինանսա-տնտեսական առումով, աշխատանքների ծավալման առումով եւ այլն, հա, այսինքն մասշտաբները հասկանալու համար։ Եվ այստեղ էլի գալիս ենք նրան, որ ինչպես ասեցի, արդեն հնչեց 9 միլիարդի մասին, որի մասին կա էլի եմ կրկնում վերապահումներ հստակեցում է պահանջում այդ պահը, պարտավորությունների մասով նաեւ Եվ ժամանակը տեսնենք, ցույց կտա ամեն ինչ, փաստացի պետք է զինվենք համբերությամբ, տեսնենք Բաքվում ինչպիսի հանդիպում տեղի կունենա, ինչ շրջանակներում, ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն։ Տեսեք, երեք Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց համատեղ ճապազորույցի ժամանակ, որ Հայաստանը ԱԹՍ-ներ է ձեռք բերել ԱՄՆ-ից։ Ձեր դիտարկման Բաքուն սրան ինչպես կարձագանքի, եթե նկատի ունենանք, որ իշխանությունները Բաքվի անդադ Հայաստանին մեղադրում են Հայաստանի վերազինումը, այսպես ասած, վատ են ընկալում եւ Հայաստանին մեղադրում են ճակերտավոր ռևանշիզմի մեջ։ Դե հիմա տեսեք, այդ ինֆորմացիան երեք է եղել, ես այսօր առավոտյան դերևս չեմ նկատել ուսումնասիրելով հատկապես իշխանամերձ ադրբեջանական մամուլի լրատվությունը, այսպիսի ցայտնոտներ չեմ նկատել, բայց այո, չի բացառվում, որ օրվա կդրվածքով արդեն ի հայտ կգան նման մտորումները, մտահոգությունները, եւ եթե ես այ օրինակ ասեցի, այն իմ մտահոգությունը հայտնի Թրամփյան ստատուսի մասով, ապա այո, իրենց մասով կարող են ասել, բայց ես դրա համար հատուկ ձեր հարցադրմանը հատուկ նշեցի, որ համենայն դեպս այդ տրոնները դրանք մշտադիդարգում իրականացնող դրանք ռազմական նշանակություն ունենալ չեն կարող։ Իրենք կարող են օգտագործվել ռազմաստրատեգիական որպես ձեռքբերում եւ հասկանալի է շատ ճագեր չբացեն, բայց ինքը ռազմական գործողություն կատարելու ուրեմն գործառույթ չունեցող դրոն է, դա մշտադիդարգում իրականացնող լավագույն դեպքում հետախուզություն, որտեղ մշտադիդարգման տակ հետախուզություն է կարող դարձնել։ Իհարկե ես կձերբազատեի այդ խոսույթում այդ բառը կիրառել, որտեղ դա թիրախային բառ է, բայց մերոնք կիրառել են, սխալ են անում, բայց ոչինչ։ Համենայն դեպս այդ մասով այո, չի բացառվում, բայց էլ են գալիս նրան, որ գիտեք, այս ամբողջ process-ը պետք է այ տեսեք հիմա հատկապես պրո արևմտամետները, պրո իշխանական ուժերը հատկապես այս շատ ֆետիշացնելով, հա, այս ամեն ինչը ներկայացնում են, ես հարկ եմ համարում, որ ստապ գիտակից մասան, այլ հատկապես վերլուծաբանները հասկանում են, չէ, որ մի ֆազերս պետք է անենք այս իրավիճակը, որպեսզի ռեալ պատկեր ստանանք, իհարկե նորից եմ կրկնում առանց թերագնահատելու այս ամեն ինչը։ Աշխատելու տեղ ունենք, քանի որ խաղաղության այսպես կոչված կնկահայրը Միացյալ Նահանգներն է դեմս Թրամփի, ես կարծում եմ, որ համենայն դեպս նման մեր հարևանի կողմից նման ցայտնոդի պատկերները շատ ավելի մեղմ կլինեն ի համեմատություն նախորդ ռազմաշունչ հռետորաբանությանը եւ մեզ մեղադրման մեջ է այդ ռևանշիզմի, որովհետեւ այստեղ արդեն հասկանում եմ, որ եթե մեղադրում ես, ուրեմն նաեւ ուղիղ մեղադրում ես Միացյալ Նահանգներին, որտեղ տրամադրողը Միացյալ Նահանգներն են, դեռ բնականաբար ուշով իրենք հետևում են Երևանյան իրադարձություններին, իրենք ունեն առիթ ավելի լավ տեսնելով այստեղի հյուրընկալությունը եւ այլն, այսպես ավելի շատ այնտեղ այսպես գործառույթներ իրականացնեն, որպեսզի հասկանան, որովհետև շանս անձեռվել, գիտեք, երբ որ տարածաշրջանային հանդիպումներ են լինում, բնականաբար մի կողմը պետք է հետևի ուշով, թե ինչ է տեղի ունենում այնտեղ, որպեսզի իր մոտ հյուրընկալելուց հասկանա ինչ է առաջարկելու, ի հավելումն, ի լրումն, ի հակառակ ամեն ինչի, այնպես որ եթե իրենք ճիշտ են աշխատում, իսկ իրենք այս վերջերս առանց գովասանքի եմ ասում ճիշտ են աշխատում, երևակայեք Վենսի հետ հանդիպումը կօգտագործեն հավուր պատշաճի։ Պարոն Կարապետյան, տեսեք, Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ հայտարարում է, թե դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը, բայց ակնհայտ է, որ էներգետիկ ու տնտեսական առումով շարունակում է կախված մնալ Ռուսաստանից։ Վենսի այցը ինչպես կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա, եթե նկատի ունենանք, որ օրերս Ալեն Սիմոնյանը հանդիպել էր Լավրովի հետ եւ Լավրովը կարծեք թե բավական կոշտ է խոսել Ալեն Սիմոնյանի հետ, որտեղ ակնհայտ էր, որ Սիմոնյանի հռետորաբանությունը Լավրովի հետ հանդիպումից հետո զգալիորեն փոխվեց։ Տեսեք, վերջից կամ ձեր ասած, նախ շատ հարաբերական է ասել, որ օրինակ
մամուլում շրջանառվում է ընդ որում շնորհակալական խոսքերով, քաջալերող խոսքերով, որ պետական այրի բարձր այսպես դիրքավորում է դրսևորել, շատ լավ է դրսևորել, տակ չի տվել այսպես ասած ժողովուրդը կասի, բայց եղել է սուր հարցերի շուրջ քննարկում, Լավրովը իր մտահոգությունն է հայտնել, մասնավորապես ասելով, որ ուզում ենք հասկանանք, թե ումից ենք պաշտպանվում, ումից եք դուք պաշտպանվում, որտեղից է գալիս այդ վտանգները, ռուսաստանյան վտանգները, առավել եւս, որ դա ձևակերպվում է որպես հիբրիդային պատերազմ եւ Եվրոպան էլ մի հատ ֆինանսավորում է, որպեսզի դեմն առնեն, այսպես ասած։ Բնականաբար նման հարցադրման դեպքում ակնկալում ես, որ գոնե քո երկրի ղեկավար կազմը պետք է եթե այդքան բանի տակ մտել են այդպիսի հայտարարություններ են արել, ուրեմն պետք է պատշաճ ձևով նաև պատասխանեն այդ հարցին։ Եղել է պատասխան, հիմա թե այդ պատասխանի որակումը ես չեմ տա, այդտեղ թերություններ կա, մասամբ ճիշտ բաներ է խոսել, բայց այս մասով այո, դուք շատ ճիշտ եք ասում։ Գիտեք, ճղջիմ է դիտվում կողքից, երբ որ դու քո երկրում խոսում ես ասած ես տնտեսական եւ քաղաքական դիվերսիֆիկացիայի մասին, օր առաջ Ռուսաստանի ծիրից այսպես ասած դուրս գալու մասին, Ռուսաստանին մեղադրում ես, որ քո երկիրը ուզում են ու ամենաբարձր մագարտակով, ամենաբարձր հարտակներից, հա, ու ամենաբարձր ղեկավար կազմի շուրթերից հնչում են, ու արի դու տես շաբաթը, եթե ոչ 3, ապա 2 օր այնտեղ են լինում տարբեր սամիտների ժամանակ ու տեսնում ես այդ ժողովրդը կասի խունջիկ լամիշ վիճակը ու այսպես բարեդրացիությունը, եղբայրության մասին գեղեցիկ խոսքեր, հա, այսպես սրդաճմլիկ ու հոգեցունց վարք, բայց ամեն դեպքում հասկանում ես, որ այդուհանդերձ որքան էլ այդ դիվերսիֆիկացիայի մասին խոսում են, օր առաջ փորձում են Եվրոնդանիկն ինտեգրվեն, բայց արի ու տես մենք շարունակում ենք մնալ ՀԱՊԿ-ի անդամ, Մաքսային միության, հա, ԵԱՏՄ-ի շրջանակներում մեր եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները բնականon հունով ընթանում են, առևտրաշրջանառությունը բավականին բարձր ցուցիչների վրա է, գիտեք, ուղղակի մինիմում տարակուսանք առաջացնող է։ Եվ այստեղ գիտեք, այն ասած մեծ քաղաքականության լյուֆտը չի, երբ որ դու փորձում ես բալանսավորված եւ կոմպլեմենտար քաղաքականություն վարես, այդ դեպքում դու ավելի շտապ ամեն բառամթերքը ճիշտ կիրառելով, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ ճիշտ վարքագիծ դրսևորելով, այլ ոչ թե երկրի ներսում խոսես մեկ այլ բան, գնաս Մոսկվա մեկ այլ բան, հա։ Դրա համար էլ շատ դեպքերում կամ լուրջ չեն վերաբերում, կամ հասկանում են, որ սրանքային պարտներները չեն, որոնց կարելի է վստահել։ Վստահության այդ մթնոլորտը ընդհանրապես իրականում նաև ֆետիշացված է ու այդպես էլ ժողովրդին ներկայացնում են այդ հագարուսական պրոպագանդիստական բոլոր այդ եւ նաև իշխանամերձ դաշտամանից այսպես ասած օգտվողները, հա, պրոիշխանական Ջրբաժանի մասին, խոսում են օր առաջ անգամ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, այսպես շատ ֆանտաստիկ մտքեր են լսում, բայց փաստային է, որ ինտենսիվ հարաբերությունները շարունակվում են, հասկանալի է, որ արկածախնդրություններ կան, բայց դեռևս կառավարելի են այդ ամեն ինչը։ Եվ վերջում, պարոն Կարապետյան, ձեր դիտարկմամբ հնարավոր է Վենսի այցը տարածաջան ինչ-որ կերպ ազդի Իրան-ԱՄՆ հարաբերությունների գուցե ջերմացման կամ ավելի սրման վրա, եւ արդյոք մտավախություն չկա, որ ԱՄՆ-ն մեզանից կարող է պահանջել ընտրություն կատարել Թեհրանի եւ Արևմուտքի միջեւ։ Գիտեք, ես չեմ կարծում, որ այս այցելությունների շրջանակում համենայն դեպս Վենսի շուրթերից նման ուլտիմատումային վերջնագրեր կհնչեն կամ կողմնորոշման, հա, բայց ես ավելի քան վստահ եմ, որ այո, Իրանի մասով եթե ոչ բացահայտ հետկուլիսային խոսակցություն կլինի, չի կարող չլինի, որտեղ անմիջապես մեր հարևան երկրի մասին է, եւ այստեղ ես ունեմ մեկ մտահոգություն, էլի հիմնովին մտահոգություն է, որը որ կարծես չի փարատվում այդ այն մասով, որ հայտնի իրադարձությունների շրջանակներում պատժամիջոցների այդ վտանգը կա, որովհետև Հայաստանը կենսական շահեր ունի Իրանի հետ, եւ այստեղ հասկանալի է, որ պետք է Իրանը Միացյալ Նահանգների կողմին հստակ ձևակերպում տա, որ Հայաստանը, չգիտեմ, ասենք, որ
այսպես մեղմ ասած չպետք է մասնակցի այդ պատժամիջոցների շքերթին, հա, չպետք է լինեն երկրների ցուցակներում, որը որ պատժամիջոցներ են կիրառվում իր հանդեպ եւ արգելքներ են դրվում տվյալ դեպքում շփվելու Իրանի Իսլամական Հանրապետության հետ, վերստին եմ կրկնում, գիտակցելով, եթե չեն գիտակցում, ապա մեր կողմը պարտավոր է հասկացնի, որ նորից եմ կրկնում, կենսական շահերի հիմքի վրա է մեր առանց այն էլ բարեդրացիական, եղբայրական, հարևանական հարաբերություններ, բայց նաև տնտեսական տեսանկյունից։ Այնպես որ այդ մասով ես կարծում եմ, որ չագերտավոր Միացյալ Նահանգները այս պահին դերևս աչք կփակի եւ որովհետեւ հասկանալով, որ մեր տնտեսության համար հատկապես շատ բարդ իրավիճակ կստեղծվի այդ պարագայում, այդ մտահոգությունը կա եւ եթե գլոբալ դիտարկենք, Հայաստանի հետ ամեն ինչ պարզ է այս պարագայում։ Հայաստանը որքան էլ տարածաշրջանում հիմա գեղեցիկ խոսքերը, այսպես նաև ներկայացվում է, որ հանդիսանում է Հայաստանը գործընկեր երկիր տարածաշրջանում, անգամ հաբ երկիր է դիտարկվում, Իրանի տեսանկյունից ես չեմ կարծում, որ ինչ-որ բան կոնկրետ ավելի գլոբալ տեսանկյունից կքննարկվի Երևանի հետ։ Միացյալ Նահանգները ունի իր վարկագիծը եւ իր քաղաքականությունը Իրանի մասով, գիտեք, այս պահին եթե մինչև այս պահը soft power ասածներ կիրառվում Իրանի հանդեպ, հիմա գիտենք ամբողջ նավատորմը այդ արմադան այնտեղ է, Պարսից ծոցի ավազանում է, Աբրահամ Լինկոլն ավիակիրը այնտեղ ամբողջ այդ սպասարկող անձնակազմով, իհարկե դա ուժի ցուցադրման դեմոնստրացիա է, սպային որպեսի մաքսիմալ քաղեն առավելագույնը, հայտնի Մասկատի հանդիպումների ժամանակ Արախչի Ուիտկով գիտենք, որ մտել է փակուղի, իհարկե կողմերը ասում են, որ ամեն ինչ անում ենք, որպեսի դիվանագիտական խողովակները օգտագործենք եւ լայնամասշտաբ պատերազմի սցենար չլինի, բայց նաև գիտեք Աբբաս Արախչին հստակ ձևակերպում տվա, որ ոչ մեկ աշխարհի երեսին չի կարող մեզ պարտադրել ուրանի հարստացման միջուկային ծրագրից հրաժարման մասին, իսկ այստեղ հասկանում եմ, անգամ եթե դա տանի ընդհուպ մինչև պատերազմի։ Հետևաբար իդեպ ասեմ, որ կատարում են այս 2 օր արդեն տեղակայվել նաև B-52 Stratofortress ռմբակոծիչները բավականին լուրջ հարվածներ հասցնելու հնարավորություն ունեցող շատ լուրջ տեխնիկա է։ Հետևաբար նաև չի բացառվում, որ մոտ ժամանակներս ինչ որ անգամ ռազմական բախումների ականատեսը դառնանք, չի բացառում։ Այստեղ ուրիշ բան է, որ Հայաստանը ինչպիսի վարկագիծ կդրսևորի, եթե իր հարևան եղբայրական երկրին Միացյալ Նահանգները, որը որ նաև Հայաստանի դաշնակից է, առհասարակ ինչպես իրեն կդրսևորի։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Այսօր իմ հյուրը միջազգայնագետ Դավիթ Կարապետյանն էր։ Փաստ-ինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց, մինչ նոր հանդիպում։